Հաղորդման հովանավորն է «Տուն դեպո կահույքի խանութ սրահը»։ Հաղորդման հովանավորն է Dream Park հյուրանոցառեստորանային համալիրը։ Հաղորդման հովանավորն է Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Բարի լույս, բարև մեր սիրելի հեռուստադիտողին, դուք կրկին տեսնում եք մեզ, նշանակում է բարև երկիրն է սկսվել։ Իսկ մենք տեսնում ենք ձեզ բոլորիդ, վստահեցնում ենք եւ ձեր էներգիան զգում ենք հեռուստաէկրաններից, այն կողմ շնորհակալություն, որ Կիրակի առավոտը որոշել եք հենց մեզ հետ անցկացնել։ Սա բարև երկիրն է, մայիսի 17-ն է, օրը Կիրակի, շնորհակալություն ենք հայտնում իհարկե մեր գործընկերներին, նրանք են Տուն դեպո խանութ սրահը, Լորվա բնության գրկում գտնվող Dream Park հանգստյան գոտին եւ Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Նաեւ հիշեցնեմ այն հասցեները, որտեղով մեզ կարող եք դիտել, դրանք են Երկիր Մեդիայի YouTube-յան ու Telegram-յան ալիքները, ինչպես նաև Երկիր Մեդիայի ու Բարև Երկրի Instagram-յան ու Facebook-յան հարթակները։ Այո, բարի լույս, ինչպես արդեն ասեցինք, մայիսի 17-ն է եւ այսօր նշվում է հեռահաղորդակցության եւ տեղեկատվական հասարակության համաշխարհային օրը։ Օրվա նպատակն է խթանել տեղեկատվության մակարդակն այն հնարավորությունների մասին, որոնք կարող են հասարակություններին եւ երկրներին ընձեռել համացանցն ու տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաները։ Օրը նշելու համար հենց մայիսի 17-ն է ընտրվել, ինչու որովհետև 1865 թվականին հենց այդ օրն է Փարիզում ստորագրվել առաջին միջազգային հեռագրական կոնվենցիան։ Այն պատմական փաստաթուղթ է, որը հիմք է հանդիսանում ժամանակակից հեռահաղորդակցության, այդ թվում համացանցի եւ հեռախոսային կապի միջազգային կանոնակարգման համար։ Այդ կոնվենցիայով է ստեղծվել նաեւ հեռահաղորդակցության միջազգային միությունը, միավորելով երկրների հեռագրական ցանցերը ու սահմանելով միասնական կանոններ։ Առանց համացանցի իհարկե մեր կյանքը պատկերացնել հնարավոր չէ, բայց ամեն անգամ, երբ առիթը ընձեռվում է, մենք սիրում ենք հիշեցնել, որ պետք է համացանցից խելամտորեն օգտվել, ել չասեմ, որ պետք չէ ավելի մանկահասակ երեխաներին շատ երկար շատ տարածված է գնալ։ Նաև մեծահասակների, որովհետև նաև մի այսօր հետաքրքիր օր է նշվում։ Ես կարող եմ կապել այդ երկու օրերն իրար հետ, որովհետև երբ անընդհատ մարդիկ օգտվում են համացանցից, վատ եւ բացասական էներգիայով նյութեր են կարդում, ինչ են լինում, նյարդայնանում են եւ արդյունքում բարձրանում է արյան ճնշումը։ Հենց այսօր նաեւ նշվում է արյան բարձր ճնշման հիպերտոնիայի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Այս օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը հիպերտոնիայի վտանգների, դրա կանխարգելման ու վերահսկման վերաբերյալ, քանի որ բարձր ճնշումը սրտային հիվանդությունների եւ կաթվածի հիմնական պատճառներից է։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության, զարկերակային բարձր ճնշմամբ տառապում է յուրաքանչյուր 5-րդ մարդը, իսկ 50 տարի հետո արյան գերճնշումը կսպառնա յուրաքանչյուր երկրորդին։ Թեև հիպերտոնիայից լիովին ազատվել հնարավոր չէ, բայց ներկայիս բժշկության պայմաններում այն հեշտությամբ կարելի է վերահսկել։ Սկզբնական շրջանում հիպերտոնիայի դեմ հնարավոր է պայքարել սննդակարգի ու ճիշտ կենսակերպի միջոցով։ Սակայն ավելի ուշ եւ խորացված շրջանում, երբ հիվանդությունը արդեն քրոնիկ բնույթ է ստացել, առանց դեղորայքի հնարավոր չէ այն կարգավորել։ Իհարկե, միայն բժշկի հսկողությամբ եւ վերջինիս նշանակությամբ։ Մենք նկատում ենք, որ մեծահասակները նաեւ սիրում են ինքնուրույն ինչ որ դեղահաբեր ընտրել, խմել, մի արեք այդպես, որովհետև բարձր ճնշումը դա կատակ բան չէ, ինչպես ասում են, եւ միայն բժշկի խորհրդով խմեք դեղեր։ Նաեւ երիտասարդացել է շատ այդ հիվանդությունը, կարծես հիվանդություն էլ չէ, արդեն մեզ հետ ապրող ինչ որ մի կարգավիճակ է, որ ուղեկցում է։ Համաձայն եմ լիովին, ու եթե ժամանակին օրինակ 60 տարեկանից հետո նոր նման խնդիրներ կային, հիմա 30 տարեկանից, 25 տարեկանից մարդիկ ունեն դե կյանքի, ինչպես ասեցինք, ընթացքն է, համացանցն է, տրամադրությունը միշտ բոլորի լարված է կարծես, բայց հետևենք մեզ։ Շարունակենք խոսել առողջությունից։ Մայիսի 17-ին իրենց մասնագիտական օրն են նշում նաև թոքաբանները, բժիշկներ, որոնք զբաղվում են շնչառական համակարգի հիվանդությունների ախտորոշմամբ եւ բուժմամբ։ Այս մասնագիտական տոնը հիմնադրվել է 1997 թվականին թոքային հիվանդությունների մասնագետների կարևոր դերը շեշտադրելու համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով շնչառական հիվանդությունները կազմում են մարդկանց ընդհանուր հիվանդացության մոտ 40%-ը։ Ուստի այս մասնագետների աշխատանքը կենսական նշանակություն ունի։ Այո, հատկապես այն պարագայում, որ թոքի քաղցկեղը հիվանդների թվով այսօր աշխարհում երկրորդ տեղում է, կրծքագեղձի քաղցկեղից հետո, իսկ մահացության ցուցանիշով առաջինը։
Նշենք նաև, որ թոքերի համաշխարհային օրը նշվում է սեպտեմբերի 25-ին, իսկ թոքաբորբի դեմ պայքարի օրը նոյեմբերի 12-ին։ Այսօր մենք շատ ենք խոսում առողջ լինելուց, հարկավոր է յուրաքանչյուր մանրուքի հանդեպ հատկապես առողջության հետ կապված միշտ ուշադիր լինել եւ գնալ օրինակ Աջափնյակ բժշկական կենտրոն գործընկերոջ մոտ։ Անպայման։ Իսկ նաև առողջ լինելու համար պետք է մշակութապես հագեցած օր եւ կենսակերպ ունենանք, որովհետեւ գիտենք, որ արվեստը ունի բուժիչ հատկություն։ Հունիսի 6-ին Երևանում Արամ Խաչատրյան համերգասրահում կանցկացվի Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026 մրցույթը։ Այդ օրն ի դեպ հենց կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Մրցույթի կարգախոսն է Հայաստան, վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է։ Մեր երկիրը մրցույթին ներկայացնելու է 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։ Այո, դասական Եվրատեսիլը հատկապես պատանիների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել եւ հաճելի է, որ տարբեր երկրներից բնականաբար ունենալու են հյուրեր, մասնակիցներ։ Մյուս մասնակիցները Հայաստան են ժամանելու Պորտուգալիայից, Սերբիայից, Շվեյցարիայից, Բելգիայից, Գերմանիայից, Չեխիայից, Կիպրոսից, Լեհաստանից, Լատվիայից եւ Շվեդիայից։ Նշենք, որ Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ մրցույթն անցկացվում է 1982 թվականից, յուրաքանչյուր 2 տարին մեկ։ Հայաստանը մինչ այս մրցույթին մասնակցել է 2 անգամ։ Առաջին անգամ Հայաստանը ներկայացրել է կանոնահար Նարեկ Կազազյանը 2012 թվականին, իսկ երկրորդ անգամ հոբոյահար Հայկ Հեքեքյանը 2024 թվականին։ Չենք մոռանում նաև, որ երեկ էլ ամփոփվեց Եվրատեսիլ 2026 մրցույթը։ Մեր մասնակից Սիմոն ուղղակի իրեն բնորոշ էներգետիկայով շատ լավ ելույթ ունեցավ։ Այո, իհարկե, ով որ հորիզոնականն է զբաղեցնում, արդեն վաղուց ասում են, որ էական չի, որովհետև դա պարզապես երաժշտական տոն է, որը միավորում է տարբեր երիտասարդներին։ Շարժվենք առաջ։ Տեղափոխվենք Ֆրանսիայի Լազուր ափին մայիսի 12-ին մեկնարկել է Կաննի 79-րդ միջազգային կինոփառատոնը եւ մինչեւ ամսի 23-ը իր հարկի տակ է պահելու համաշխարհային կինոարդյունաբերության առաջատար ռեժիսորներին, պրոդյուսերներին, դերասաններին եւ ոլորտի այլ մասնագետներին ներկայացնելու եւ բացահայտելու տարվա լավագույն ու ամենասպասված կինոնկարները։ Այս տարի միջազգային ժյուրին գլխավորում է հարավկորեացի ռեժիսոր Պակ Չան Ուկը։ Ժյուրիի կազմում է նաեւ դերասանուհի Դեմի Մուրը։ Պատվավոր ոսկե արմավենու ճյուղ մրցանակներն այս տարի նախատեսված են դերասանուհի, երգչուհի Բարբարա Սթրեյզանդի եւ Մատանիների տիրակալը ֆիլմի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի համար։ Վերջինս իր արմավենու ճյուղը ստացել է փառատոնի բացման օրը, իսկ Բարբարան կպարգևատրվի ամսի 23-ին փակման արարողության ընթացքում։ Նշենք նաեւ, որ Կաննի կինոփառատոնն այս տարի բացվել է Պիեր Սալվադորիի էլեկտրական Վեներա կատակերգությամբ, իսկ ընդհանուր մրցութային ծրագրում ներառված են 21 ֆիլմ։ Այս տարի Կաննի կինոփառատոնն առանձնահատուկ է նաև մեզ հայերիս համար սիրելի հեռուստադիտողներ։ Կաննի դասականներ ծրագրում կներկայացվի հատուկ Փելեշյան նախագիծը նվիրված գեղարվեստական եւ վավերագրական կինոյի ականավոր ռեժիսոր, սցենարիստ Արտավազդ Փելեշյանին։ Ծրագրում կցուցադրվի Փելեշյանի 5 վերականգնված Մարդկանց երկիրը, Սկիզբ, Մենք, Բնակիչներ եւ Տարվա եղանակներ ֆիլմերը։ Նշենք, որ Կաննի դասականներ ծրագիրն իրականացվում է 2004 թվականից նպատակ ունենալով հարգանքի տուրք մատուցել ոլորտի ներկայացուցիչներին եւ ներկայացնել նրանց արժեքավոր ֆիլմերը։ Նկատենք նաև, որ 2023 թվականին էլ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև ես եմ» ֆիլմներ ընդգրկվել Կաննի կինոփառատոնի Կաննի դասականներ ծրագրում։ Ֆիլմի վերականգնված տարբերակում համատեղվել է ֆիլմի բնօրինակ հայերեն եւ ռուսերեն ձայնողիները, ստեղծելով ֆիլմի երկլեզու տարբերակն առաջին անգամ։ Եվ հետաքրքրականը այն է, որ 1966 թվականին «Բարև ես եմ» ֆիլմը մասնակցել է նաև Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Մեզ թվում է, երբ այն ժամանակ չի եղել համացանց, նման միջոցառումների մենք չենք մասնակցել, բայց փաստացի մասնակցել ենք եւ հիանալի շարունակություն թող ունենային։ Թողարկման այս հատվածն ավանդաբար ամփոփում ենք տեսահոլովակ դիտելով, որից հետո արդեն կհյուրընկալենք եւ կզրուցենք մեր առաջին հյուրի հետ։ Սիրով ես սիրեցի ու քո սիրով տրվեցի հավատալով քո խոսքերին կյանքս ոտքի տակ դրի ամենասիրով ես սիրեցի ու քո սիրով տրվեցի հավատալով քո խոսքերին կյանքս ոտքի տակ դրի ինձ մի սիրիր ես արդեն շատ եմ փոխվել դու էր որ ինձ է խոստացա
հերցերեք դադարը չունեի, քո ճամփին էի սպասում, դու իմ սրտով սիրած երես, ուրիշին էր դու սիրում, գիշեր ցերեկ դադարը չունեի, քո ճամփին էի սպասում, դու իմ սրտով սիրած երես, ուրիշին էր դու սիրում, ինձ մի սիրիր, ես արդեն շատ եմ փոխվել, դու էր որ ինձ սեր խոստացար, ու ինձ սողիր հեռացար, ինձ մի սիրիր, ես արդեն շատ եմ փոխվել, դու էր որ ինձ սեր խոստացար, ու ինձ սողիր հեռացար, Ես դարձել, ինձ է սիրուն դու նորից, ինձ մի սիրիր, ես արդեն շատ եմ փոխվել, հիմա արդեն ետ ես դարձել, ինձ է սիրում դու նորից, ոչ մի սիրիր, ինձ մի սիրիր, ես արդեն շատ եմ փոխվել, ինձ մի սիրիր, ես արդեն շատ եմ փոխվել, դու էր որ ինձ սեր խոստացար, ու ինձ փողի հեռացար, ինձ մի սիրիր, ես արդեն շատ եմ փոխվել, դու էր որ ինձ սեր խոստացար, ու ինձ փողի հեռացար, Մենք վերադարձանք, սիրելի հեռուստադիտողներ, բարի լույս, եթե հենց նոր եք արթնացել, ես հիշեցնեմ, որ մինչ այս մենք զրուցում էինք Արմինեի հետ եւ ձեզ նորություններ էինք ներկայացնում առողջապահական ոլորտից, մշակութային ոլորտից եւ մեր հաջորդ հյուրը իր հրաշալի նորություններով կարծես ներառում է այդ երկու ոլորտներ, եւ առողջություն կա այդտեղ, եւ մշակույթ կա, որովհետեւ այն ինչից խոսելու ենք, հենց ներկայացնում է մեր նաեւ Հայաստանի դարերի խորքից եկած մշակույթը։ Զրուցելու ենք Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի հետ։ Բարի լույս Զարուհի, եւ նաեւ տեղեկացնենք, ինչի շուրջ ենք հավաքվել եւ զրուցելու օրեր անց մայիսի 18-ին Հայաստանը տարածաշրջանում առաջին անգամ կհյուրընկալի շուրջ 400 գինու միջազգային փորձագետի, սոմելիեների, լրագրողների ու գնորդների։ Մեր երկրում անցկացվելու է գինու հռչակավոր համտես մրցույթը Կոնկուրս Մոնտրեալ դե Բրյուսել։ Այ նորից լույս ձեզ նորից տեսնել, այո, մեր նախորդ հանդիպմանը դուք մեզ խոստացաք, որ շատ հրաշալի նորություն է սպասվում Հայաստանի համար եւ անպայման կհյուրընկալվեք ու կպատմեք դրա մասին։ Այ մայիսի 18-ը արդեն ինչպես ասում են մեր քթի տակ է, պատմեք, տեսնենք թե ինչպես ենք կարողացել այդ բոլորին հրավիրել, համատեղել մեր երկնքի տակ։ Իսկապես մեծ ուրախությամբ եմ խոսում այս միջոցառման մասին, որովհետև երբ 4 տարի աշխատել ենք, որպեսզի կարողանանք հյուրընկալել աշխարհի ամենամեծ գինու միջազգային մրցույթը, որի հովանոցի տակ հավաքում է շուրջ 400 եւ ավելի փորձագետների, որոնք գալիս են տարբեր երկրներից, Հայաստան կայցել են ամփոփում ենք ցանկը շուրջ 400 փորձագետ 65 երկրից, ինչպես նշեցիք, հյուրերի ցանկում կան լրագրողներ, գինու փորձագետներ, գնորդներ, սոմելիեներ, դասախոսներ, ովքեր որ ներկայացնում են աշխարհի գինեգործական երկրները։ Սա մեզ համար շատ հրաշալի հնարավորություն էր ներկայացնելու առաջին հերթին Հայաստանը որպես գինեգործական երկիր եւ նաեւ հնարավորություն տալ մեր հյուրերին բացահայտելու Հայաստանը իր ամբողջ իր մշակութային արժեքով։
Մենք հետաքրքիր ծրագիր ենք մշակել, առաջի անգամ, որ մրցույթը Հայաստանում կտևի 5 օր, սովորաբար 4 օր է տևում եւ հիմնականում կենտրոնանում են համտեսի վրա, բայց մենք խնդրել ենք կազմակերպիչներին, որ մեզ համար հնարավորություն ընձեռեն, մենք հյուրընկալենք 1 օր ավել, որպեսզի մեր հյուրերին տանենք Վայոց ձոր եւ ցույց տանք աշխարհի ամենահին հնձանը գինու, որը շատ տպավորիչ է եւ իսկապես մենք շատ ենք խոսում դրա մասին, ներկայացնում միջազգային հարթակներում, բայց իրենք հնարավորություն կունենան այդ փորձառությունը ունենալ հենց Վայոց ձորում, իրենց աչքով տեսնել այն փաստը, որը խոսում է եւ վկայում է, որ Հայաստանն է գինու բնօրանը, եւ շատ հետաքրքիր նաեւ ծրագրեր ենք մշակել գինու գործարաններում, հիմնականում այգիներում, որովհետև այգիներն են, որ մեզ դարձնում են առանձնահատուկ այդ հետաքրքիր տեղուհարները, խաղի սորտերը, գենետիկորեն մաքուր տեղածին սորտերը եւ փորձել ենք նաեւ համադրել մշակութային ծրագրերի հետ, որպեսզի իրենք, քանի որ ես միշտ ասում եմ, որ գինին էմոցիա է, ստանան այդ դրական հետաքրքիր էմոցիաները եւ կարծում եմ այս այցից հետո իրենք կդառնան հայկական գինու դեսպանները, եւ կտարածեն Հայաստանի գինեգործության մասին եւ Հայաստանի մասին ամբողջ աշխարհում։ Սա մեր հիմնական նպատակն է եղել հյուրընկալելու այսքան ասեք հետաքրքիր է սովորաբար գինու համի հետ կապված ամեն պետությանը երկրին ըստ խաղողի տեսակի ինչ որ համ է բնորոշ, երբ հյուրերը գալիս են Հայաստան, ինչպիսի գինի են ուզում համտեսել, Հայաստանը ինչ գինի է նրանց առաջարկում։ Իրականում միշտ երբ որ իրեն գալիս են ու հարցեր են տալիս, միշտ այդ հարցը ինձ ուղղում են, որ սորտերին են նման ձեր սորտերը կամ ձեր ոճային գինիները, որ երկրի ոճին են ավելի նման։ Ես չեմ կարողանում այդ հարցին պատասխանեմ, որտեղ մենք իսկապես շատ յուրահատուկ ենք եւ յուրօրինակ, որովհետեւ մեր սորտերը ոչ միտեղ տարածված չեն եւ իսկապես իրենք համապատասխանում են մեր տերուարին, մեր հողին, բնակլիմայական պայմաններին եւ երբ որ իրենք գալիս են, իրենք էլ հաճելի զարմանում են, որովհետեւ չեն սպասում ինչպիսի երկիր են այցելում, ինչ տեսակի գինիներ կհամտեսեն եւ այլն, որտեղ մեր գինիները դառնում են մեզ համար դառնա այցեքարտ եւ հետաքրքիր նաեւ ինչպես անցած անգամ էլ ասում էի, գինու զբոսաշրջության առումով հետաքրքիր ուղղություն է արդեն այսինքն դռներ է բացում, հա, մեր զբոսաշրջիկների համար։ Այդ անգլերեն շատ լավ բառ կա, unexpected, չեն ակնկալում, չեն սպասում եւ հաճելի զարմանում են։ Դրանով է նաև պայմանավորված, որ կազմակերպիչները համաձայնեցին Հայաստանում կազմակերպել մրցույթը, որովհետև ինչպես իրենք են նշում, ոչ մի բանի հետ չես կարող համեմատել, ոչ մի երկրի հետ չես կարող համեմատել եւ դրանով իսկ նաև հետաքրքիր է դառնում։ Եվ ծրագիրն էլ այնպես ենք մշակել, որ իրենք հնարավորինս շատ բան տեսնեն ու բացահայտեն մեզ երկրի։ Զանա որ երկրներից են գալու 415 երկրից։ Իսկ հետաքրքիր է այդ երկրներից գոնե կիսով չափ երկրներում Հայաստանը ձեր գլխավորությամբ իհարկե ներկայացրել է մեր հայկական գինիները եղել են։ Շատ վերջի տարիներին, քանի որ մենք շատ ակտիվ ներկայացնում ենք հայկական գինիները միջազգային տարբեր հարթակներում, նույն ցուցահանդեսներում շատ համտես մրցույթներին են մասնակցում մեր գինիները։ Կարծում եմ դրանով էլ նաև պայմանավորված էր մեծ հետաքրքրությունը, որովհետև օրինակ ինչպես կազմակերպիչներն են նշում 120 գնորդ, որը համաձայնել է գա Հայաստան եւ բացահայտելու, համտեսելու գինեգործների հետ հանդիպելու, այս բացառիկ նաև ձեռքբերում էր այսպես ասած նաև մեզ համար։ Մենք նաև փորձում ենք այնպես անել, որ բացի նրանից, որ իրենք կան այցելեն գործարաններ, հնարավորություն ընձեռեն գինեգործներին բիզնես պայմանավորվածություններ ունենան, դրա համար B2B-ներ են կազմակերպել, գինեգործների համար կարծում եմ, որ բացի նրանից, որ տպավորված կվերադառնան, հնարավոր է Այդ դա շատ հետաքրքիր կետ էր, որովհետև իհարկե հրաշալի է, որ կգան մեր հայկական գինին, հայկական խոհանոցի բացառիկ համեղագույն նմուշները կփորձեն, բայց արդյոք մեր երկրի համար դա նաև արդյունավետ կլինի արտահանման աշխարհագրությունը ընդլայնելու առումով։ Տեսեք հիմնականում նմանատիպ միջոցառումներ, որ անում ենք, մենք
իրականում մեր նպատակը ոչ միայն հնարավորություն ընձեռելն է ընկերություններին բիզնես կապեր ձեռք բերելու արտահանման ուղղությամբ, նաև քանի որ միջազգային փորձագետներ են եւ իրենք համտեսում են գինիները, նաեւ դա մասնագիտական կարծիք։ Դա շատ կարեւոր է, որովհետեւ եթե ընկերությունը ուզում է այդ շուկայում ներկայացված լինի, նա պետք է հասկանա ինչ տիպի, ինչ ոճի գինի պետք է արտադրի եւ ինչ գնային քաղաքականություն պետք է վարի, որպեսզի այդ երկրում հաջողի։ Դա շատ կարեւոր նաեւ համագործակցությունը փորձի փոխանակում կարող եմ ասել եւ լուսաբանելով, խոսելով Հայաստանի գինեգործության ու Հայաստանի մասին, կարծում եմ ճանաչելիության առումով շատ լավ ձեռք բերում է, որովհետեւ դու ներկայացնում ես դրսում գինի, շատերը չգիտեն, որ Հայաստանը գինեգործական երկիր է եւ այս մարդկանց միջոցով իրենց կատարած լուսաբանումների, հրապարակումների միջոցով նաեւ ճանաչելիություն ենք բարձրացնում եւ քանի որ նաեւ ներգրավել ենք երիտասարդ մասնագետների ակտիվ աշխատել ենք համալսարանի մեր կրտսեր մասնագետների հետ, ուսանողների հետ, հենց համար եւս կլինի շատ հետաքրքիր փորձառություն աշխատել նման բարձր հեղինակություն ունեցող գինու փորձագետների հետ եւ կարծում եմ դա եւս իրենց համար մոտիվացիա է ել ավելի ողջավորված մասնագիտության մեջ խորանալու։ Իսկ հետաքրքիր է Հայաստանից ովքեր են մասնակցում, բոլոր գինեգործները ունեն հնարավորություն մասնիկը դառնալու, ինչպես է կընտրել, ցավ կազմել։ Միջազգային մրցույթ է, դա նշանակում է, որ շուրջ 60 երկրից 8000 տեսակ գինի է գալիս Հայաստան եւ այդ փորձագետները միջազգային համտես են իրականացնելու ոչ միայն հայկական գինիները, այլ ամբողջ աշխարհի փորձագետ աշխարհի այս ոլորտում եւ այս Հայաստանում մրցույթը կազմակերպելու բացառիկությունը նաեւ կանում է նրանով, որ առաջի անգամ նաև փրփրուն գինիների համտեսն է լինելու Հայաստանում, սովորաբար իրենք ունեն փուլային համտեսներ, սպիտակ, կարմիր, ամենամեծը դա սպիտակ եւ կարմիր գինու համտեսն է եւ առանձին ունեն փրփրունի, վարդագույնի, բարձր ալկոհոլային խմիչքների նաև, բայց Հայաստանում որոշել են կազմակերպել փրփրուն գինիների համտեսը եւս, որը էլի բացառիկ է եւ կարծում եմ, որ այս առումով նաև շատ հետաքրքիր է, քանի որ փրփրուն գինիների արտադրությունը Հայաստանում վերածնունդ է ապրում։ Դե ինչու է պայմանավորված։ Ուզում եի սպասեի, որպեսզի ավարտենք, բայց քանի որ միտքն է շարունակենք, ինչով է պայմանավորված։ Նախ շատ են գնում, շատ են օգտագործում փրփրուն արդեն վերջին շրջանում եւ շատ է արտադրվում։ Իրականում տեսեք, բայց այնքան սպառումված չէր մինչև վերջերս, չէ՞, հայկական գինեգործության։ Տեսեք, ընդհանուր գլոբալ աշխարհում գինիների սպառումը նվազում է, բայց փրփրուն գինիների սպառումը ավելանում է։ Մարդիկ նախընտրում են ավելի թեթև, զովացուցիչ նաև տրամադրություն հաղորդող խմիչք արտագործել, այո, դրա համար փրփրուն գինիների պահանջարկը տարի ավելանում է եւ շատ երկրներ գինեգործներ նաև ներդրում են իրականացնում հայ տեխնոլոգիաների ներդրման մեջ Հայաստանում մենք իրականում քանի որ սորտերի հետ նոր ենք սկսել աշխատել, դեռ ժամանակ էր մեզ պետք հասկանալու, թե որ սորտից կարող ենք պատրաստել փրփրուն գինիներ եւ վերջին տարիներին, քանի որ փորձել են գինեգործները իրենց մոտ են անում, մեծ պահանջարկ կար նաեւ փրփրուն գինիների արտահանման եւ սպառման ուղղությամբ եւ իրենք սկսեցին ավելի շատ նաեւ փրփրուն գինիներ արտադրել, որը շատ լավ է մեզ համար, որտեղ իսկապես հրաշալի բարձր վրայտել են ինքնավստահաբար եւ հերթական այցեքարտ ունենում եւ կարծում եմ, որ հետաքրքիր կլինի առաջի անգամ հայկական փրփրուն գինիներն էլ համտեսին կներկայացվեն եւ օրինակ ինձ համար շատ հետաքրքիր գնահատական է կազմում սորտից է ստացվում։ Հիմնականում ավելի շատ կապունի ռեգիոնը, որ ռեգիոնի խաղից են պատրաստում, բայց հիմնականում պատրաստում են սպիտակ եւ վարդագույն, ունեն կարենից պատրաստված հետաքրքիր ոճային գինիներ փրփրուն եւ հիմնականում ոսկեհատ, կանգուն այդ սորտերից մի փոքրիկ հարց, հետաքրքիր գինուն, երբ ասում են ոճային, չէ՞ դա ենթադրում։ Հետաքրքիր տարբերվող համով թե շշի կառուցվածքով։ Նաև, որովհետև իրականում շատ նաև գնահատվում է մեր հետաքրքիր պիտակների դիզայնը, որովհետև շատ առանձնանում են ու մեր յուրաքանչյուր գինեգործ ուղղակի պիտակ
չի ստեղծում, այլ պատմությունն է փորձում պիտակի միջոցով տարածել եւ յուրաքանչյուր պիտակի հետևում կանգնած է մի հետաքրքիր պատմություն, որը դարձնում է ավելի հետաքրքիր։ Իրականում նաև եթե նկատել եք, ես նկատել եմ, դուք նկատացել եք մասնագիտական առումով, որ սկսել են շատ հայկական սիմվոլները, տառերը, նշաններ ու դա շատ հիանալի գաղափար է, ինչու, որովհետև հենց գինու միջոցով ոչ միայն համի, այլ վիզուալ խոսել հայկական մշակույթի մասին շատ կարևոր է, բայց ես մի այսպիսի հարց ունեմ, ընդհանրապես գինու օգտակարության մասին լեգենդներ են պատմել, դարեր ի վեր ասել են, որ առավոտյան պետք է մեկ բաժակ գինով սկսել կամ երեկոյան մեկ բաժակ գինի խմել, հետաքրքիր է, երբ որ խոսում ենք, դե դասական կարմիրը եւ սպիտակը օգտակար կարող է լինել, բայց այդ փրփրունները, որոնք վիզուալ գեղեցիկ են, հաճելի են, արդյոք նույն օգտակարությունը ունեն։ Այո, որովհետև հիմքը գինին է, իհարկե մենք փրփրուն գինի դա բնական ածխաթու գազով հագեցած գինի է, երկրորդային խմորման հետևանքով, այսինքն արհեստական ոչ մի ավելացված չէ, Ինչպես շատերը չէ, բնական էր, ու կոպիտ ասած, որ մաճառը բոլորս փորձել ենք, չէ, ոնց որ ստիպում ես արդեն պատրաստի գինի երկրորդ անգամ խմորվի, որպեսզի այդ ածխաթու գազով հագենա եւ իհարկե վնասակար չէ եւ կարծում եմ զուտ ես մի հետաքրքիր պատմություն ունեմ, որ ուսանողներից մեկին հարցնում էի փրփրուն գինների տեխնոլոգիան ու լավ չէր պատրաստել, չէր կարողանում պատասխանել, փորձում էի օգնել, ասում եմ, երբ որ շիշը բացում ես, ինչ է լսվում, որ ասի այդ պայթյուն ձայնը, ես ասում դա ինչից է, ինքը ասի գազից, ասի որ շիշը բացվում է, ինչ է լսվում, ասես ծափահարություն է։ Իրականում ավելի Դարուի մի այսպեսի ընդհանրական հարց ունեմ, ինձ հետաքրքիր է ամեն դեպքում։ Մեր հայկական գինին եւ գնով եւ որակապես միջազգային շուկայում որ երկրի գինիների հետ է մրցում եւ ինչպես ասում են նույն դարակի վրա ներկայանում։ Իրականում դա երևի մեր ամենամեծ մարտահրավերներից է, որովհետև աշխարհը ողողված է շատ լավ բարձրորակ միևնույն ժամանակ էժան գինիներով։ Հայկական գինին էժան չէ, շատ པարզ պատճառներով, որովհետև ամեն ինչը ձեռքով է պատրաստվում, բացի դրանից ամեն ինչը ներմուծվում է։ Այսինքն ինչ որ մենք կիրառում ենք տեխնոլոգիայում, ամեն ինչ մենք ներմուծում ենք։ Եվ դա բարձրացնում է գինու ինքնարժեքը եւ երբեմն դժվարություններ առաջացնում մրցել այդ երկրների հետ։ Դրա համար մենք հիմնականում գինեգործներով շեշտադրումը դնում ենք որակի վրա եւ մենք ասում ենք շատ լավ, եթե մենք ու քանի որ արտադրությունը սահմանափակ է, մենք չենք կարող նաեւ ծավալով մրցել իրենց հետ։ Մենք ամեն ինչ անում ենք, որ յուրաքանչյուր շիշ, որը դուրս է գալիս շուկա, լինի բարձր որակի եւ մենք մեր որակով մրցենք։ Եթե հարցին պատասխանեմ, որ երկրների հետ ենք մրցում, ինձ համար դա կարող է լինի շատ սուբյեկտիվ, Միացյալ Նահանգների գինին է, որ իմ համար լավագույն գինիներից եւ կարծում եմ եւ թե իր թնդությամբ, թե որակային առումով մենք մի քիչ ավելի մոտ ենք ամերիկյան գինիներին։ Միայն թնդությունը եւ որակը, որովհետեւ մի բայ ասում ենք ամերիկյան գինի, խորթ է, օրինակ ասում ենք վրացական գինի, չէ, անգամ չինական, իտալական, բայց հովիտը ինքը լավագույն գինեգործական շրջաններից է եւ գինիները իր ոճային առումով նման են մեր գինիներին, մենք փորձում ենք այդ որակի ստանդարտը պահել եւ իր հետաքրքիր բաղադրությամբ եւ ալկոհոլի պարունակությամբ, քանի որ մեզ մոտ էլ փոքր բարձր ալկոհոլ է ստացվում մեր կլիմայից ելնելով, կարծում եմ մենք մոտ ենք այդ ոճի գինիներին, բայց այստեղ մի հարց հավելեմ, հարցի շարունակություն, բայց երբ որ մենք գիտենք, որ մեր գինին թանկ է ու խանութում երբ գինու դարակներին նայում ենք, ֆրանսիական գինին ավելի էժան է վաճառվում, քան հայկականը։ Այդ դեպքում մենք ինչ ենք այդքան շատ արտահանում, երբ որ տեղում գնորդ հայկականը չի կարողանում գնից ելնելով օգտագործել։ Գիտեք, իրականում ես միգուցե ինքս հիմա ինձ հակասեմ այդ բառից համար թանկ հարաբերական։ Մենք ենք նկատում, այսինքն ոչ թե դուք եք գնահատում որ թանկ է, երբ որ յուրաքանչյուր սուպերմարկետում համեմատելով էժանների հետ, տեսեք, շատ երկրներում իհարկե վերջ անգամ խոսում եմ, ասում եմ, որպես բարող ես չպետք է խորանամ ու հասկանամ, թե ինչ դժվարություն պետք է պատրաստվել, բայց շատ երկրներում, քանի որ մեծ մակերեսով այգիներ ունեն, մեխանիզացիան շատ են օգտագործում եւ այն, որ ինքնարժեքը նվազեցնում է,
եւ շատ ամեն ինչ ավտոմատացված եւ այլն հնարավորություն են ունենում այդ գնի մեջ տեղավորվել եւ այլն, նաեւ ինչպես նշեցիր եւ շշերի արտադրության առումով եւ խցաների եւ այդ նյութերը, որ օգտագործում են խմորասնկեր ֆերմենտներ, ամեն ինչը այդ երկրից է եւ համապատասխանաբար գինեժան է ստացվում մեզ մոտ այդ ամեն ինչը մենք ներմուծում ենք եւ դրանով է պայմանավորված, որ չասեմ թանկ, բայց ինքնարժեքը այդ գնի մեջ է կանգնում, բայց տեսեք իրականում կան շատ երկրներ, որ բարձր արժեքի գինիներ են նախընտրում, հիմնական միջին սերունդը, որը գնահատում է որակը եւ հետաքրքիր ոճային գինիները իրենք նախընտրում են հայկականը եւ մենք կարծում ենք, որ Հայաստանը չի կարող արտադրել էժան եւ մեծ ծավալով գինի եւ որը կներկայացվի ցանցերում եւ այլն, մենք ասում ենք մենք հետաքրքիր գինիներ ենք արտադրում հորեկա սեգմենտի համար, այսինքն որը կներկայացվի ռեստորաններում, հյուրանոցներում, բուտիկային մասնագիտացված խանութներում եւ մենք մեր սպառողին գտնում ենք, այսինքն մարդիկ ովքեր որ սիրում են։ Իհարկե, բայց հենց հարցը դրա մասին է, որ Հայաստանում հայը չի կարողանում վայելի թե գնից ելնելը։ Դե բոլորի մասին չեմ ասում, բայց քանի որ կան մարդիկ, ովքեր ունեն դրսում գումար եւ սիրում են բարձր որակի գինի, հայկականն են խմում։ Իսկ հայերը որ դա երևի թե ավելի շատ սպառման մշակույթի մասին է խոսում, եթե մենք հայերս ավելի շատ գինի սպառենք, մենք կգտնենք, մենք քիչ ենք սպառ, մենք փորձում ենք այդ ուղղությամբ աշխատանք տանել, դա փոխվել է իրականում, չեմ կարող ասել, որ մշակույթը չի փոխվել, այսինքն հիմա երիտասարդ սերունդը ավելի շատ գերադասում է գինի, բայց հարցադրության ժամանակ էլ դա ասացիք, որ այո, որ հիմա փոխվում է դա, բայց կարծում եմ, որ եթե մարդը գինի է սպառում, իսկապես մենք նաև շուկայում ունենք շատ լավ ցածր գնով գինիներ, որոնք իսկապես որակյալ նորմալ գինիներ են, այսինքն եթե դու գինի խմող ես, դու կգտնես քո գինին, կգտնես քո գրպանին համապատասխան գինի, եթե դու տանը նախընտրում ես գինի խմել ճաշին կամ ընթրիքի, կարծում եմ դա է խնդիրը, ոչ թե գինը, որովհետև այդ բարձր գնով գինիները օրինակ կան մարդիկ, ովքեր նախընտրում են այդ սեգմենտի, գինիներ խմել, կարծում եմ շաքարի խնդիր է։ Մեր երկրի գնային սանդղակը դնենք մի կողմ, երբ խոսենք արտահանումից, միջազգային շուկայում նույնպես մեր գինին համարվում է միջինից ավելի թանկ, ենթադրենք ֆրանսիական, իտալական գինիների կողքին, թե այնտեղ բոլորին մատչելի է, շատ հարաբերական է այդ գինը։ Մենք օրինակ շատ լավ վաճառում ենք Ֆրանսիայում, Բելգիայում, շատ եվրոպական երկրներում, Մենք հիմնականում նաև այն երկրներում, որտեղ իրենք սեփական արտադրություն ունեն, բայց բավականին լավ վաճառվում է հայկական գինին, մեր ցանկալի թվերին դեռ չենք հասել, բայց օրինակ Ֆրանսիան համար երրորդ շուկան է եվրոպական եւ կարծում եմ, որ մարդիկ, ովքեր որ գինի են սիրում, իրենք հետաքրքրված են ու նախընտրում են հայկական գինի եւ այդ գնով կարողանում են գնել Բայց իհարկե մենք ծրագրեր ենք իրականացնում, որպեսզի կարողանանք այն ընդունելի գնային սեգմենտը ստեղծել, որ գինը չխանգարի մեզ վաճառել հայկական գինին։ Զարուհի հետաքրքիր է նաև այսքան խոսեցինք ԱՊՍ 18-ի մասին սկզբում, ովքեր որ գինեգործներ չեն, ովքեր կարող են բացի լրագրողներից եւ գինեգործներից մասնիկը դառնալ այդ ամենի, ինչպես գան, գուցե մարդիկ լինեն, ում հիմա հետաքրքրեց։ Իրականում համտեսը, քանի որ պրոֆեսիոնալ համտեսը եւ փակ է, մեր համտեսողները պետք է կենտրոնանան իրենց աշխատանքի վրա։ Դրա համար փակ է համտեսը, բայց քննարկումներ, հանդիպումներ կան, որոնք բայց զանգացողները կարող են մեր էջին գրել, եթե հետաքրքրված են, մենք իրենց ժամ կասենք եւ կարող ենք ներս մտցնել իրենք շրջան տեսնեն ինչա կատարվում ուղղակի գուցե մասնակիցներ գուցե բոլոր մասնագետների համար իսկապես դռները բաց են որ իրենք կան տեսնեն բոլոր հարցերին մենք կարողանանք պատասխանենք իսկ ծրագիրը այնպես ենք մշակել որ հնարավորինս շատ մասնագետները ներգրաված լինեն որտեղ սա առաջ երթին իրենց համար նաեւ հնարավորություն է կապ հաստատել միջազգային գործընկերների հետ Դե ինչ շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ, մայիսի 18-ի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ նաև հետևելով Զարուհի Մուրադյանի էջին։ Մեր հյուրը այսօր Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենն էր։ Կհանդիպենք քիչ անց։
Tabon tambine Heyo 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 Araksi tandine Heyo 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 Hasli ani uvasimne mrusipan Urmer hovne hayragan Թնդած երկինքը հեյո, 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 հեյո Կանչ հաղթանակի ու զարթոնքի Մաղդուտով կանչես հեյո, 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 հեյո Իզեն հաջերի զնում ալդի Հետիկում կիրար զարգեն կոլերները Բորնան արարան հասնեն ձայները սարերը Ժողան հասնին անի ու վասիմն է մրուցի պար Ուր մեր հովն է հայրական Հասնին անի ու վասիմն է մրուցի պար Ուր մեր հովն է հայրական Բարի լույս, մեր հաղորդումը շարունակվում է եւ հիմա ժամանակն է ավելի օգտակար տեղեկատվության, ինչու, որովհետեւ մեր այս էջում առանձնացրել ենք կինոայի օգտակար հատկությունները, դիտենք էջը եւ վերադառնանք։ Վերջին տարիներին շատ տարածված է կինոան, նույն ինքը սագախոտը։ Իսկ ինչ է այն։ Այն սննդարար հացազգի է, որը հարուստ է մագնեզիումով եւ երկաթով։ Ունի սպիտակուցի բարձր մակարդակ 12-ից 18%։ Սագախոտը կինոան ի սկզբանե աճել է հարավային Աֆրիկայի բնությունում, սակայն իր օգտակարության շնորհիվ հիմա տարածվել է եւ աճեցվում է նաեւ այլ տեղերում, ինչպես նաեւ Հայաստանում։ Կինոան բուսական սպիտակուցներ է պարունակում, ընդ որում այն ավելի շատ սպիտակուց է պարունակում, քան հնդկաձավարը եւ ցորենը։ Այդ պատճառով այն պարզապես անփոխարինելի սննդամթերք է հղի կանանց, երեխաների, մարզիկների եւ ֆիզիկական կամ մտավոր ծանր աշխատանք կատարող մարդկանց համար։ Պարունակում է արժեքավոր բոլոր ամինաթթուները՝ արգինին, վալին, իզոլեյցին, հիստիդին, լիզին, լեյցին եւ այլն։ Մեծ քանակությամբ լիզինի պարունակության շնորհիվ օրգանիզմն ավելի լավ է յուրացնում կալցիումը, իսկ վնասված հյուսվածքներն ավելի արագ ու արդյունավետ են ապակինվում։ Կինոան պարունակում է նաև փոխարինելի ամինաթթուներ՝ ալանին, ասպարգինաթթու, գլիցին, սերին, պրոլին, ցիստեին, թիրոզին եւ այլն, ինչպես նաև ճարպեր, ածխաջրեր, հանքանյութեր, բջջանյութ, B խմբի վիտամիններ, ինչպես նաև ֆոլատներ։ Վիտամինաթթվի պարունակության շնորհիվ այն օգնում է օրգանիզմն ազատել խոլեստերինից, թունավոր նյութերից եւ խարաններից։ Մշտապես օգտագործելու դեպքում կինոան օգնում է ամրացնել ոսկորները։ Այն նաև բարենպաստ ազդեցություն է թողնում սրտի եւ սրտանոթային համակարգի վրա, մեղում է անոթների լարվածությունը, օգնում է ազատվել նաև միգրենից։ Այսքան օգտակարի կողքին միշտ էլ կան հակացություններ։ Կինոա օգտագործելու դեպքում, եթե ունեք երիկամների խնդիրներ կամ հոդատապ, հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։
Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, եթե հենց նոր եք արթնացել, այսօր մեր բարև երկիրը կիրակնօրյա շատ այսպես առողջապահական է, խոսում ենք առողջությունից, բժշկությունից, օգտակարությունից, դա միշտ հաճելի է կարծում եմ, եւ հիմա էլ ժամանակն է, որպեսզի եթերը տրամադրենք մեր գործընկերոջը։ Առողջ երկիրն է այս պահին բժիշկ Մանուկյանի հետ եւ այս շաբաթ բժշկի հյուրը Աջափնյակ բժշկական կենտրոնի բժիշկ վնասվածքաբան Մուշեղ Հակոբյանն է։ Խնդրեմ բժիշկներ, բարև ձեզ։ Կրկին ողջունում եմ ձեզ հարգելի բարեկամներ, առողջ երկիրն է բժիշկ Մանուկյանի հետ եւ այսօր զրուցելու ենք տրավմատոլոգիայի մասին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տրավմատոլոգիան Աջափնյակ բժշկական կենտրոնում շատ ակտիվ կիրառվում է, օգտագործվում է արդեն երկար ժամանակ շտապ օգնության հետ համագործակցելով եւ կարելի է հասկանալ, պարտավոր ենք հասկանալ, ինչ մեթոդներ են կիրառվում Աջափնյակ բժշկական կենտրոնում։ Աջափնյակ բժշկական կենտրոնում գործում է վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ծառայությունը, որտեղ իրականացվում են ինչպես վնասվածքաբանական, այնպես էլ օրթոպեդիկ բարդ վիրահատություններ, որոնցից են բարդ կոտրվածքների վերականգնումը հարթակներով եւ իմպլանտներով, կոնքազդրային հոդերի, ծնկահոդերի, ուսահոդերի էնդոպրոթեզավորումները, ինչպես նաեւ արթրոսկոպիկ վիրահատությունները։ Մեր վիրահատությունների ժամանակ օգտագործվում են բացառապես ամերիկյան եւ եվրոպական իմպլանտներ, որոնք ապահովում են բուժման բարձր որակ եւ հետվիրահատական բարդությունների մինիմալ ռիսկեր եւ հնարավորության դեպքում վիրահատությունները կատարվում են նվազինվազիվ մեթոդներով, որի օրինակ է խոշոր հոդերի արթրոսկոպիկ միջամտությունները։ Շարունակելով մեր հաղորդումը, նաեւ հերթական հարցը տամ, ինչ դեր ունի արթրոսկոպիան անհետաձգելի վիրաբուժության մեջ։ Արթրոսկոպիան սովորաբար չի դասվում անհետաձգելի բուժօգնության խմբին, այն ավելի շատ պլանային կատարվող միջամտություն է։ Բնականաբար հետաքրքիր է իմանալ նախ եւ առաջ ինչ է արթրոսկոպիան, որ դեպքերում այն կիրառվում։ Արթրոսկոպիան ժամանակակից քիչ ինվազիվ վիրաբուժական մեթոդ է, որը կիրառվում է հոդերի ախտորոշման եւ բուժման նպատակով։ Արթրոսկոպիան մեզ թույլ է տալիս փոքր մինչև 1 սանտիմետր 2-ից 3 կտրվածքների միջոցով հոդի խոռոճ անցկացնել գործիքներ, որոնց օգնությամբ կարողանում ենք վերականգնել ներոդային կոմպոնենտների վնասումները։ Խոսքը վերաբերում է մենիսկներին, կապաներին եւ ջլերին։ Արթրոսկոպիկ վիրահատությունները հնարավորություն են ընձեռում ապահովել կարճ հետվիրահատական վերականգնողական շրջան, արագ ակտիվացում եւ անցում բնականոն կյանքին։ Եվ այսպես բարեկամներ անհետաձգելի բուժօգնության դեպքում կրկին Աստված մեր Աստծո Աջափնյակ բժշկական կենտրոնի ամբողջ պրոֆեսիոնալ կոմպետենտ թիմը սպասում է ձեզ 24 ժամ։ Եղեք առողջ, ձեզ հետ է բժիշկ Մանուկյանը։ Ամեն սեր իր սկիզբն ունի եւ իր վերջն ու իր անցնելը Իմ սերը սկսվեց այն վայրկյանին երբ թվաց թե վերջացել է Ես ինչպես փախչեմ քեզնից ասա երբ դու մշտատև ու ամենուր ես Տուն եմ գնում ու դեր տուն չհասած Դու բաց ես անում իմ առջև դուրս Փողոց եմ ելնում դու անցնում ես կողքից անծանոթ կնոջ կերպարանք առած Համերգ եմ գնում և ամեն ջութակից ես քո ձայնն եմ լսում մեղեդի տարած Քեզ մոռանալու տենչով սնոտի Ճկվում եմ ուսիս գործեր բառնալով Բայց պարզվում է որ վաղ առավոտից զբաղվել եմ լոկ Քեզ մոռանալու տենչով սնոտի Ճկվում եմ ուսիս գործեր բառնալով Բայց պարզվում է որ վաղ առավոտից զբաղվել եմ լոկ Քեզ մոռանալով
Քեզ մոռանալու տենչով սնոտի Ճկվում եմ ուսիս գործեր բառնալով Բայց պարզվում է, որ վաղ առավոտից Բաղվել եմ լոկ Քեզ մոռանալու տենչով սնոտի Ճկվում եմ ուսիս գործեր բառնալով Բայց պարզվում է, որ վաղ առավոտից Բաղվել եմ լոկ Քեզ մոռանալով Քեզ մոռանալով այն վարքյանին Եվ տված թե վերջացել է Ամեն սեր իր սկիզբն ունի Եվ իր վերջն ու իրանցնելը Իմ սերը սկսվեց այն վարքյանին Եվ տված թե վերջացել է Սիրելի հեռուստադիտողներ, մենք տեսնում ենք, որ դուք դեռ մեզ հետ եք, ինչի համար անչափ շնորհակալ ենք։ Սա Կիրակնորյա բարև երկիրն էր, սիրով ձեզ համար աշխատեցին առավոտից Արմինեն եւ ես իհարկե կրկին շնորհակալություն ձեզ եւ շնորհակալություն մեր գործընկերներին, որոնք են Տուն Դեպո խանութ սրահը, Dream Park հանգստյան գոտին եւ Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Եվս մի կիրակի ամփոփեցինք եւ հուսով ենք, որ ձեր օրը կշարունակվի նույն տրամադրությամբ, բարձր տրամադրությամբ, իսկ մենք արդեն կհանդիպենք մյուս շաբաթ։